Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու կրկին պտղաբեր կդառնաս։ Տարվա ո՞ր եղանակն ես ամենաշատը սիրում։ Ոմանք սիրում են ամառվա արևոտ ու տաք եղանակը, մյուսներն ավելի սառը եղանակները, աշնան անձրևն ու վառ գույները, ձմռան ձյունն ու Սուրբ Ծննդյան տոները և այլն։ Սիրելի՛ բարեկամ, իրականում ինձ համար յուրաքանչյուր եղանակ ունի իր հմայքը, քանի որ Աստված է մեր աշխարհն այդպես արարել։ Մենք պետք է սովորենք գոհանալ ու բարձր տրամադրություն ունենալ տարվա ցանկացած եղանակի մեջ։ Մենք պետք է սովորենք տեսնել և վայելել տարվա յուրաքանչյուր եղանակի մեջ Տեր Աստծու դրած գեղեցկությունը։ Ճիշտ նույն կերպ մենք պետք է սովորենք գնահատել ոչ միայն տարվա եղանակները, այլև մեր կյանքի անգամ ցրտաշունչ եղանակները, երբ երկնակամարը պատվում է գորշ ու մռայլ ամպերով, երկար ժամանակ չենք տեսնում արևի պայծառ ճառագայթները, երբ անդադար աղոթում ենք և ոչ մի պատասխան չենք ստանում մեր աղոթքներին։ Կյանքի այսպիսի ժամանակները նույնպես զորավոր առավելություններ ունեն իրենց մեջ։ Գիտե՞ս ինչու։ Տեր Աստծուն սիրող և Նրա կամքին հնազանդ մարդկանց համար փորձությունները բարեկամներ են, այլ ոչ թե թշնամիներ, քանի որ դրանք մեզ սթափեցնում են, սովորեցնում և ուղղորդում մեր հայացքն ուղղելու դեպի Տեր Հիսուսը, ամուր կառչելու Նրանից, հույսով սպասելու Նրա միջամտությանը, չնայելու երևույթներին ու ստեղծված իրավիճակներին, այլ հավատքով վստահելու Տեր Աստծու խոստումներին։ Ժողովող գրքի մեջ շատ գեղեցիկ կերպով խոսվում է վերահասվածի մասին. «Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին» (Ժողովող 3.11)։ Համաձայն եմ, որ ձմռան ցուրտն այնքան էլ հաճելի չէ, հատկապես, եթե հաշվի առնենք ձմռանը սրընթաց աճ ապրող ծախսերն ու կյանքի դժվարությունները։ Այնուամենայնիվ, ձմեռը մեզ համար ոչ միայն առողջարար է, այլև կենսականորեն անհրաժեշտ։ Ձմռան շնորհիվ է, որ ողջ բնությունն անցնում է հանգստի շրջանով և պատրաստվում ծաղկազարդ գարնանն ու պտղաբեր ամռանը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ճիշտ նույն կերպ Աստված ցանկանում է, որ քո կյանքի ձմռան ժամանակ չընկճվես, այլ սրտումդ կրես այն վստահությունն ու խաղաղությամբ լի սպասումը, որ քո կյանք այցելած ձմռանից հետո գալիս են ծաղկազարդ գարունն ու պտղաբեր ամառը։ Ձմեռն իր դժվարություններն ունի, սակայն նաև ունի այնպիսի դասեր, որոնք երբեք չես սովորի քո կյանքի մյուս եղանակների մեջ։ Ահա թե ինչ է ասում մեր կյանքի ձմռան մասին Աստծու Սուրբ Խոսքը. «Լիարժեք ուրախություն համարեք, եղբայրներ, երբ տարատեսակ փորձությունների մեջ ընկնեք, իմանալով, որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է առաջացնում, իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»։ Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տե՛ր, շնորհակալ եմ այսօրվա քաջալերանքիդ համար։ Շնորհակալ եմ թե՛ ձմռան գեղեցիկ ու կարևոր եղանակի և թե՛ իմ կյանքի ցրտաշունչ ու ամպամած եղանակների համար։ Հավատում եմ, որ իմ կյանքի յուրաքանչյուր ժամանակաշրջանում Դու ինձ համար պատրաստած օրհնություններ ունես։ Եվ անգամ իմ կյանքի ձմռան մեջ այնպիսի օրհնություններ ու դասեր ես պարփակել ինձ համար, որոնք ես ոչ մի ուրիշ ժամանակի մեջ կարող չէի լինելու ընդունելու Քեզանից։ Այո՛, իմ բարի Աստված, Դու ամեն բան պատշաճ ես արել իր ժամանակին։ Ես հավատում եմ, որ Քո ողորմությամբ և Քո շնորհքի զորությամբ ես կարողանալու եմ անցնել իմ կյանքի հաջորդ ժամանակաշրջանին, որտեղ դժվարություններից հղկված, ամրացած և դասերը յուրացրած առաջ եմ ընթանալու դեպի թարմության և պտղաբերության լիառատ կյանքը, որը Դու ես պատրաստել ինձ համար։ Իմ սիրտը լի է ուրախությամբ և Քեզ վստահելուց բխած գոհունակությամբ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ Հավատում եմ, որ այսօր Աստված կամենում է սովորեցնել քեզ սիրել ձմեռն այն նույն չափով, որով սիրում ես տարվա մյուս եղանակները։ Անկախ եղանակից քեզ հրաշալի օր եմ մաղթում Տեր Աստծու քաղցր ու ջերմ ներկայության մեջ։ Նա ժամանակի Տերն է և ամեն բան պատշաճ է արարել։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։